Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետի նախապատրաստական աշխատանքները արագացված փուլում են։ Թուրքական լրատվամիջոցներն են գրում, փոխանցելով, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջան կամ Մարգարա սահմանային անցակետում շարունակվում են վերակառուցման եւ արդիականացման աշխատանքները։ Իգդիրի նահանգապետը տեղում ծանոթացել է շինարարական գործընթացին, իսկ աշխատանքները ըստ հաղորդումների մոտենում են ավարտին։ Ավելի վաղ նշվել էր, որ անցակետի շինարարական աշխատանքների շուրջ 90%-ն արդեն ավարտված է։ Անհետ կորած զինծառայողների հարազատները խորհրդարանի դիմաց պահանջել են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Նրանց խոսքով շուրջ 2 ժամ սպասել են, սակայն որևէ հստակ պատասխան չեն ստացել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները նշել են, որ իրենք դատարաններում ճանաչված են որպես տուժողի իրավահաջորդ եւ իրավունք ունեն իմանալու ովքեր են պատասխանատու իրենց զավակների ճակատագրի համար։ Ծնողները քննադատել են հանձնաժողովի եզրակացությունը գաղտնի պահելու որոշումը եւ պահանջել են, որ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայանա ու պատասխան տա, քանի որ ազգային ժողովում նրանց ոչ ոք չի ընդունել, հարազատները որոշել են բողոքի ակցիան շարունակել նախագահական նստավայրի մոտ։ Հայաստանը նպատակ ունի դառնալ համաշխարհային համերգային քարտեզի մշտական մասնակից։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ այսուհետև նախատեսվում է Հայաստան հրավիրել տարեկան մինչև 2 կամ ավելի համաշխարհային աստղեր։ Նախարարի խոսքով սա ոչ միայն մշակութային, այլև զբոսաշրջային ռազմավարություն է։ Որպես օրինակ նա նշել է Վրաստանը, որտեղ նման միջոցառումներն արդեն զգալիորեն խթանել են զբոսաշրջությունը։ Նուբարաշենի Զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողի դաժան ծեծի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ընթանում է նախաքննություն։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Զորամասի մոտ։ Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Քննչական գործողությունները շարունակվում են։ Քրեական ոստիկանությունը բացահայտել է հանցավոր խումբ, իրականացվել են խոշորամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ։ Իրավապահները համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծել են հանցավոր խումբ եւ ձեռք բերել ապօրինի զենք ու զինամթերք։ Խմբի անդամները նախապատրաստել են սպանություններ, կատարել սպանության փորձ, ավազակային հարձակումներ եւ բնակարանային գողություններ։ Նրանք ներգրավված են եղել նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների գործունեության մեջ եւ մասնակցել նման հավաքների։ Ել է քրեական վարույթ, իսկ հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաելտ վթարի հետևանքով մահացել է ճանշինի աշխատակից։ Փետրվարի 9-ին Land Rover Մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում վրաելթի է ենթարկել Թալին ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ մեքենային։ Վիրավորին տեղում առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու փրկարարները։ Այնուհետև նա տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն եւ ռեանոմոբիլով Երևանի հիվանդանոց։ Սակայն վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։